Բարի երեկո, հարգելի հայրենակից։ Նորից ես ձեզ ուզում եմ տեղեկատվություն հայտնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց այս քրեակատարողական ծառայության մոտից։ Ես հենց նոր այցելեցի Ստեփան Սամվելյանին եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել ոչ միայն նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև այն տեղեկատվությամբ, համաձայն որի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես եկող Կարեն Անդրեասյանը ինչ որ տեղեկատվություն է ներկայացնում։ Ուրեմն տեղեկատվությունը վերաբերվում է ներկայացվել է Կարեն Անդրեասյանի կողմից որպես կառավարության ներկայացուցիչ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հետևյալի վերաբերյալ իբրև թե Ստեփան Սամվելյանը պահվում է այնպիսի ստանդարտ բավարար պայմաններում, որը հարիր են օրինակ հիվանդանոցային պայմաններում գտնվող մարդուն։ Ուրեմն այդ հիվանդանոցային պայմաններում գտնվող մարդու համար պայմանները հետևյալն են. խայտառակ վիճակով մահճակալներ, խայտառակ վիճակի կեղտոտություն, խայտառակ վիճակում գտնվող պատեր եւ այդ բանտախցում գոյություն չունի ոչ զուգարան, ոչ լոգարան, ոչ լվացարան։ Այդ ամեն ինչը այդտեղ չի գտնվում եւ այսօր ինձ Ստեփան Սամվելյանը հայտնեց, որ այդ զուգարանը, լոգարանը եւ այլն իր հիվանդասենյակ խցից, այսինքն եթե դա հիվանդասենյակ է, ես չգիտեմ դա ինչ է, գտնվում է ոչ թե 7 մետր հեռավորության վրա, այլ ինքը այս անգամ հաշվել է եւ նա հասնում է այդտեղ մոտավորապես 15 մետր հեռավորության վրա է գտնվում իր մահճակալից իր զուգարանը, այսինքն հիվանդին, ծայրահեղ հիվանդ մարդուն այդպես են այստեղ նայում։ Հիմա այս մեր կառավարությունը ինչ է պատասխանել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Ուրեմն հետևյալ պատասխանն է տրամադրել։ Պարզվում է Կարեն Անդրեասյանը տեղեկացված է, որ Ստեփան Սամվելյանի վերաբերյալ արկա է, այսինքն Կարեն Անդրեասյանը դիմել է դատարանին Երևան քաղաքի առաջին ացյալնի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին է դիմել։ Վահագն Մելիքյանն էլ կողմին չտրամադրելով խափանման միջոց կալանքը երկարաձգելու 3 ամսով որոշումը եւ այդ թվում նաեւ փորձաքննություն նշանակելու որոշումը մեզ չի տրամադրել, պաշտպանական կողմին չի տրամադրել, Ստեփան Սամվելյանի վերաբերյալ կայացված որոշումները Ստեփան Սամվելյանին չի տրամադրել, ինձ չի տրամադրել, բայց տրամադրել է կառավարությանը, ով կողմ չի հանդիսանում տվյալ քրեական վարույթով։ Տեսնում եք ինչ դատավորներ ունենք, այսինքն իր վերադասը մրցակցային դատավարությունում կառավարությունն է, այսինքն կառավարությունը դիմել է, կառավարությունը ուղարկել է, տվել է, թե ինչ կարգով է տվել, ինչ կարգավորումների ներքով է տվել այդ որոշումները, բայց Ստեփան Սամվելյանին եւ ինձ այդ որոշումները չի տրամադրել։ Այդ որոշումները ինձ տրամադրել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Դուք պատկերացնում եք, սա ինչ է նշանակում, ինչ աբսուրդի մեջ է մեր արդարադատության համակարգը։ Տիկի Գալյան, դուք այսօր ինձ պատասխանել եք, չափերն եք նշել, ինչ որ խցի Ստեփան Սամվելյանի եւ ասել եք լրիվ ստանդարտներին համապատասխանում է։ Նենց շատ լավ կլինի, գոնե մի քանի ժամով եկեք այս ստանդարտների մեջ, դուք էլ մնացեք, էլի, կամ ձեր հարազատներին մեկին բերեք, մի հատ փորձարարություն անենք, տեսնենք այս ստանդարտների մեջ, այդ որ ինձ նկարագրել եք, չափ է, չգիտեմ ինչեր, այդ կեղտոտ մահճակալները, այդ կեղտոտ պատերը, այդ հակասանիտարիան, հիվանդ մարդուն պահելու համար դա տեղ է, թե ոչ։ Հիմա տեսեք, որոշում են կայացրել խափանման միջոցի վերաբերյալ 3 ամիս ժամկետով երկարաձգելու, որոշումը չեն տվել արձերը եւ պարտադիր է դա անհապաղ պետք է տան, անհապաղությունն էլ չի կարող տևել շաբաթներ կամ օրեր կամ չգիտեմ ինչ պայմաններ, դա պետք է տրվել, որպեսզի ես կարողանայի բողոքարկեի վերաքննիչ դատարան։ Վահագն Մելիքյանը այդ որոշումը տրամադրել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին
նշելով ամսի 25 սեպտեմբերի 23-ին որոշումը կայացրել է 25-ին տրամադրելը, բայց պաշտպանական կողմին տրամադրել այդ որոշումը առաքել է, չգիտեմ երբ։ Բայց մի հատ այլ որոշում կա, փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դա կայանալու է ամսի 10-ին, բժշկական փորձագիտական այդ կենտրոնում, Հերացու փողոցի վրա, բայց այդ որոշումը մեզ մինչև հիմա չի տրամադրել։ Բայց այդ որոշման վերաբերյալ տեղեկացված է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կողմ չհանդիսանալով այս գործով ավելի շուտ է ծանոթացված այդ որոշման մասին, քան օրինակ Ստեփան Սամվելյանը եւ ես։ Այսինքն Ստեփան Սամվելյանին վաղը չեմի սորը տանելու են փորձաքննության, բայց ինքը այդ որոշման հետ ծանոթ չէ։ Այդ որոշումը գաղտնիք են պահում, ինչ են պահում, որպեսզի գնան երևի այնտեղ նորից աճպարարություններ անեն, գրեն, որ Ստեփան Սամվելյանին թեպետ ֆիստուլա տեղադրել են, բայց իան դիալիզ պետք չի։ Ստեփան Սամվելյանը թեպետ տարապում է սրտանոթային խայտարակ անբավարարությամբ, իշեմիկ հիվանդություն, հիպերտենզիա, տարբեր հիվանդություններ, որոնք ներառված են կառավարության համապատասխան որոշման մեջ 18-18, որը մատնանշում է, որ այդ հիվանդությունները կալանքի հետ համատեղելի չեն, եւ պետք է գրեմ, որ Ստեփան Սամվելյանը ուղղակի սպորտսմեն է, կարող է կիլոմետրերով վազել եւ կարող է նույնիսկ գրավել օրինակ Նախիջևանը եւ Արցախը։ Մենակ իա մնում է զորավարի կոչում տալ, որպեսզի գնա ու գրավի Նախիջևանն ու Արցախը։ Մենակ դա է պակասում, այսինքն այդպիսի նույնիսկ կարող ենք մենք պատկերի հետ հանդիպել։ Հիմա այստեղի բժիշկները, ուրեմն ովքեր որ հիմա նայում են այս եթերը, ես վաղը չեմի սորը, առավոտը, ես ձեզ նամակ եմ հեսա պատրաստելու ուղարկելու, որպեսզի պատրաստեք այդ ամբողջ փաթեթը, որը վերաբերում է Ստեփան Սամվելյանի առողջությանը։ Ուրեմն չփորձվեք թաքցնել որևիցե փաստաթուղթ եւ չփորձվեք կեղծել որևիցե տվյալ նրա առողջության վերաբերյալ։ Վաղը չեմի սորը տեղի է ունենալու փորձաքննությունը եւ այդ փորձաքննության եզրակացությունը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին։ Իսկ դրա համար պետք է դուք, ես ինքս էլ եմ տանելու այդ փաստաթղթերը, եթե համարձակվել եք մեկ անգամ եւս կեղծիք տրամադրել, որը տրամադրվեց ամսի 23-ին դատարանին, որ նրան դիալիզ պետք չէ, բայց որ պետք չէր, ինչ է գրում, որ հեսա սպասվում են դիալիզի սեանսներ։ Մինչև հիմա այս մարդը դիալիզ չի ստացել։ Մինչև հիմա անընդհատ այս մարդը կյանքի եւ մահվան միջև պայքարում է։ Այսինքն դուք ձեզ ինչ պարտադրում են, ինչ ասում են, դուք դա ուզում անեք։ Դուք պետք է կատարեք, դուք բոլորը պետք է կատարեք օրենքի պահանջները։ Տիկին Գալյան, այդ որ այսօր գնացել ես Արդի քրակատարողական հիմնարկ, չգիտեմ ինչ ես գնացել, միգուցե գնացել է տեսնել այն խուցը, որում գտնվել է Նիկոլ Փաշինյանը, էլի լավ վիճակում եք, միգուցե դրա համար ես գնացել, պատրաստում ես, որ Նիկոլին տանեն էլի այդտեղ, ես չգիտեմ ինչի համար ես դու գնացել Արդիկ, ես չգիտեմ դու ինչի համար ես գնացել Գյումրի, բայց ես այսօր քեզանից ստացել եմ պատասխան, որտեղ նշվել են պայմանների վերաբերյալ եւ այդ պայմանները դու նշել ես որպես բավարար։ Եթե բավարար է արի 2 օր այստեղ մնա կամ մի 2 ժամ արի մնա այս բավարար պայմաններում։ Այդ որ հաց է իր տեղ ուտում, արդի քրակատարողական հիմնարկում։ Արի մի հատ փորձից տեղի ես հացից։ Այն որ տալիս է կալանավորներին, արի այստեղ էլ փորձի այդ հացից։ Փորձի էլ տեսնեմ կարես ուտես այդ հացը, թե չես կարա, թե կթափես։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, ես հիմա որ արդեն հասնեմ գրասենյակ նաև գրավոր պահանջները կներկայացնեմ, վաղը չեմի սորվա այդ փորձաքննության վերաբերյալ եւ տեսնենք ինչ է լինելու։